Ավելի քան 1.214.000 դոլարի փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության եւ իրացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 3 անձի մասով ավարտվել է։ Մեղադրյալներից մեկը 22-ամյակին է։ 2025 թվականի հուլիսի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու դիտավորությամբ բեռնափոխադրումներ իրականացնելու պատրվակով ման մակնիշի բեռնատար ավտոմեքենայով մուտք է գործել Հայաստանի Հանրապետության սահման մեղրի անցակետով, այնուհետև մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային զննման ընթացքում հայտնաբերվել է շուրջ 837 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը, որը թաքցված է եղել ավտոմեքենայի սրահի տարբեր հատվածներում 3 տարբեր փաթեթներով։ Թմրամիջոցի հայտնաբերումից հետո Իրանի քաղաքացին ձերբակալվել է։ Թմրամիջոցը Հայաստանում ձեռք բերող անձանց ինքնությունը բացահայտելու նպատակով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ քննչական կոմիտեն իրականացրել է օպերատիվ գործողություններ, որի արդյունքում ձերբակալվել են Հայաստանի քաղաքացի ամուսիններ։ 1999 թվականին ծնված ամուսինը եւ 2004 թվականին ծնված կինը։ Հատկանշական է նաեւ, որ ձերբակալման պահին կինը գտնվել է հղիության 9-րդ ամսում։ Ձերբակալման ժամանակ ամուսինը խոստովանել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման գործընթացում իր ներգրավվածության մասին, իսկ կինը հերքել է իր առնչությունը դեպքի վերաբերյալ, սակայն կատարված նախաքննության ընթացքում հաստատվել է փաստական տվյալների միջոցով, որ կինը նշված դեպքին ինչպես նաև ապօրինի թմրաշրջանառության գործընթացի մեջ ունեցել է իր առանցքային դերակատարումը։ Վարույթի ընթացքում պարզվել է նաև, որ ամուսինները երկար ժամանակ Telegram հարթակում ստեղծել եւ կառավարել են ալիք, որի միջոցով իրականացրել են թմրամիջոցների վաճառք։ Թմրամիջոցների ապօրինի իրացումն իրականացրել են կրիպտոակտիվների միջոցով, որով ստացված ավելի քան 1.214.000 դոլարին համարժեք 465.340.000 դրամի հանցավործակման կրիպտոարժույթը փոխանակման կետերում փոխանակել են դոլարի եւ դրամի ու տնօրինել։ Բացի այդ, ստացված եկամուտներով ամուսինները Հայաստանի Հանրապետությունում ձեռք են բերել շարժական եւ անշարժ տարբեր գույքեր, որոնք հետագայում նախաքննության ընթացքում հայտնաբերվել են եւ բռնագրավելու նպատակով արգելադրվել են։ Ամուսինները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու, թմրամիջոցների իրացման եւ փողերի լվացման համար, իսկ Իրանի քաղաքացին մաքսանենգությամբ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու համար։ Հատկանշական է նաեւ, որ հղիության վիճակում գտնվող կնոջ վերաբերյալ կայացված դատատոքսիկոքիմիական փորձաքննության ընթացքում պարզվել է, որ ստացված նմուշի մեջ պարունակում են 3 ամսյա վաղեմության մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի հետքեր։ Որպես խափանման միջոց Իրանի քաղաքացու եւ Հայաստանի քաղաքացի տղամարդու նկատմամբ կիրառվել է կալանքը, իսկ կնոջ նկատմամբ բացակայելու արգելքը։ Նախաքննությունն ավարտվել է 2026 թվականի մարտի 6-ին։ Հանցավոր խմբի անդամների վերաբերյալ կազմվել է մեղադրական եզրակացություն եւ քրեական վարույթի նյութերը ուղարկվել են հսկող դատախազին։ Դրանք հաստատվել եւ ուղարկվել են դատարան։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, լուրեր։